Hak TV հեռուստալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև ձեզ բարեկամներ, հին հեռուստացույցի հերթական թողարկումն է և հավատացեք, որ այսօր ձեզ համար հերթական անակնկալն է։ Թե ով է լինելու մեր ծրագրի հյուրը, կարծում եմ հետաքրքրում է շատ-շատերին, բայց չենք խախտում ավանդույթը և մինչ մեր հյուրին ձեզ ներկայացնելը, նախ դիտենք ծրագրում տեղ գտած առաջին տեսանյութը։ Իմ բարի հայրիկ, ես սիրում էի հոգիդ փորփրել, շատ ամպեր էին քո գլխով անցել, երանի այնքան երկար ապրեիր, որ հասար անգամ կյանքը պատմեիր, իմ բարի հայրիկ, այդ լուսավճիռ օրերն են անցել, ամեն մի օրը կարոտ է դարձել, կարոտի միջով քայլեցի երկար, քո տաք մեղեդին, ոչ մի տեղ չկար։ Չեն կարող փորձիրել մեր սիրած երգը։ Որը։ Գալանտերյանը։ Դե սկսիր, որ ես էլ կարողանամ չեզ օգնել, եթե կարողանամ օգնել։ Դու նորից եկել ես, ինչ անեմ։ Նորից եկել ես, ինչ անեմ։ Ես այնպես սիրել եմ քո հոգին, գերել ես հայացքոտ քո աները, ու կապել հմայեքիդ կանացի, քեզ երկար շատ երկար եմ սիրել, ու թափու արտասվել քեզ համար, դու նորից եկել ես, քեզ սիրեմ, քեզ սիրեմ, քեզ սիրեմ, ինչ անեմ, աչքերս դեռ թաց են, չգիտես, ում սիրես, ինչ անեմ, դու խենթես, խենթ աղջիկ, մի լուսեր, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել, բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել, դու խենթես խենթ աղջիկ, մի լուսեր, ես էլ քեզ խենթի պես եմ սիրել, դու նորից եկել ես, ակամա քեզ սիրեմ, չսիրեմ, ինչ անեմ, աչքերս
ես դեռ թացել Այո, սիրելի բարեկամներ, իհարկե դուք չսխալվեցիք։ Հասմիկ Տեր-Կարապետյանն է մեր ծրագրի հյուրը, շատ սիրված դերասանուհի, իմ լավ բարեկամը, ընկերը, մեր ընտանիքի ընդհանրապես բարեկամը, վաղեմի, իմ սերնդի ներկայացուցիչներից շատ-շատերի առաջին սիրոտ Լավ խոստովանություններ։ Ասմիկ ուրախ եմ, որ եկար, Ես էլ եմ ուրախ։ հայրիկին նվիրված չնաշխարհիկ տողեր, քո երկը հայրիկի հետ 20 տարվա վաղեմություն ունեցող տեսանյութ։ Գիտես, միշտ էլ հետաքրքիր է, երբ դիտում ես այդ տեսանյութերը եւ այսպես վերհուշ տարբերակով վերադառնում ես անցած գնացած հրաշալի օրերը, բայց ես կարծում եմ, որ հայրիկի հետ քեզ այսօր շատ բան է կապում, եւ իրի ասեմ, որ եթե չեմ սխալվում 1 տարի առաջ դու շատ մեծ շոկով նշեցիր հայրիկի 90-րդ տարեդարձը, ցավոք նա 1996 թվականին, եթե չեմ սխալվում, հրաժեշտվեց երկրային կյանքին, բայց նրանք մեզ հետ են, մեր մեծերը եւ ուրախ եմ, որ հանրապետության վաստակավոր արտիստ Զարե Տեր-Կարապետյանի դուստրը այսօր հին հերոստացույցի հյուրն է եւ հասկանում եմ նաեւ քո ուզմունքը, երբ դիտեցիր Ժապավենը, որ եւ մեր հերոստադիտողների ուշադրությանն էինք ներկայացրել։ Բարի գալուստ։ Ուզվեցիր։ Չէ, ուղղակի միշտ էլ երևի թե հուշերը չեն անցնում հենց այնպես։ Երբ ամեն անգամ վերադառնում ես, ամեն անգամ առնչվում ես ոչ միայն ուրախ հիշողությունների, այլև տխուր հիշողությունների, այլև ինչ որտեղ կարծես հերթագայվում են եւ բնականաբար ներսդ փոթորիկ է սկսվում։ Ոչինչ։ Դե հայրիկի հետ քո բարեկամությունը շատ վաղ է սկսվել, որտեղ ի տարբերություն քո մյուս հասակակիցներին դու մեծացել ես թատերական ընտանիքում, մայրդ Վարսիկ Գրիգորյանը, որը նույնպես թատրոնին, հեռուստատեսությանը հատկապես Հայրս ասում էր, մենք խաղում ենք, տանը քննադատ ունենք, քննադատում է։ Մենք խաղում էինք, մայրս քննադատում էր։ Պիտի ասեմ, որ մայրիկի քննադատությանը շատ մեծեր անգամ չէին հաճախ դիմանում։ Այսօր էլ այդպեսին է տիկին Վարսիկը։ Միշտ։ Եվ այսօր էլ, հիմա էլ, այսինքն ես միշտ զարմացել եմ այդ երևույթի, որ Վարսիկ Գրիգորյան է կոչվում, գերմանական ուղակի կարգապահությանը միշտ եմ զարմացել։ Ես նրան մինչև առայսօր, հիմա արդեն 87 տարեկան է, մինչև այսօր ես չեմ տեսել, որ նա խախտի որևէ ռեժիմ։ Նրա մոտ կարգապահությունը տարիների անսխալականությամբ գնում է, նույնիսկ կարող ես ժամացույցը ստուգել, այս ժամը իրեն արթնանալու ժամն է, այս ժամը գրելու ժամն է, այս ժամը ուտելու ժամն է, այս ժամը նորից գրելու ժամն է, սա հանգստի ժամն է եւ այսպես ամեն օր։ Հիմա էլ նստած տքնում է Ռաֆայել Քոթանջյանի գրքի վրա, որովհետև Քոթանջյանի 70-ամյակն է լինելու եւ պիտի նշվի Հավուր պատշաճի եւ մայրս է գրում գիրքը նրան նվիրված։ Միջալոց բազմաթիվ շատ հետաքրքիր գրքերի հեղինակ է եւ տեսնում ես շարունակում է այդ գործը։ Այո։ Անդադար, առանց դադարի։ Բայց տարբերություն մայրիկի դու ընդամենը մի գիրք ես գրել, հայրիկին նվիրված, հրաշալի գիրք է, կարդացել եմ, շնորհակալություն։ Այն ինչպես առաջացավ այդ մտահղացումը անպայման 90-ամյակի երևի կապակցությամբ որոշեցիր անել դա։ Ոչ, այսինքն ինքը խթան էր 90-ամյակ նշելու առիթով խթան էր, բայց երկխոսությունը հայրիկի հետ 96 թվից երբ ես կորցրեցի նրան, այնպիսի դատարկություն էր ինձ համար եւ այնպիսի մենակություն, այնպիսի անպաշտպանվածություն, սարսափելի զգացմունքներ էին դրանք, որ ճիշտն ասած,
ու ինձ երևի փրկում էր անընդհատ նրա հետ երկխոսությունը։ Ես անընդհատ երկխոսության մեջ էի։ Նույնիսկ երևի շատերի համար ես չափն անցնում էի, որովհետև հայրիկիս մշտական թեթև վերարկուն, որ նա շատ հաճախ հագնում էր, նույնիսկ դա դրված էր բազկաթոռին, ոնց որ կարծես նստեցրած։ Չէի կարողանում բաժանվել դրանից։ Ու ինձ համար ինքը միշտ այդ բազկաթոռում նստած էր։ Այդ շորի շնորհիվ, այդ վերարկուի շնորհիվ։ Երևի թե դա պատճառ հանդիսացավ, որ ես մեկ անգամ եւս հետ գնամ ու սկսեմ նորից կարծես գնահատել մեր երկուսի անցած ճանապարհը ու այն դերը, որ նա խաղացել է իմ կյանքում, իմ ձևավորման, իմ մտածելակերպի, իմ մոտեցումների, երևույթները հասկանալու մեջ, ու քանի որ մայրս էր գրում հայրիկի մասին գիրքը, որը պիտի տպագրվեր նրա 90-ամյակի առիթով, իմ հուշերը ընդամենը պետք է տեղ գտնեին այդ գրքում։ Այդպես էր պայմանը։ Այո, իհարկե, ես առանցին չէի, ես պարզապես պիտի հուշերս գրվեր գրքում լիներ, մի փոքրիկ ինչ-որ մասով, բայց քանի որ ցավոք չստացվեց գրքի տպագրությունը, չհաստատվեց մինիստրության կողմից, մեր նախարարության կողմից, իմ այդ փոքրիկ հուշերի գիրքը կարծես որպես նվեր Վիլյամի կողմից, Վանարյան տպարանի տերը, Վիլյամը, ասաց ես հայրիկիդ նվեր եմ անում, այդ փոքրիկ գրքույկը ես կանեմ, առանցին։ Դա հրաշալի գրքույկ է դեպ։ Ափսոս իհարկե որ քիչ տպականակով է տպվել։ Հա, ճիշտն ասած, նաև ինքը քիչ է, որովհետև այնքան շատ են հիշողությունները, որոնք ոչ միայն բանից պարզվեց, գրքից հետո պարզվեց, ոչ միայն ինձ համար էին շատ ուսանելի ու լավ, բանից պարզվում է, որ շատ շատերը այդ գիրքը կարդալուց հետո իրենց համար ուսանելի շատ բան են վերցրել։ Նույնիսկ ինձ խոստովանեցին, որ փոխվել է իրենց վերաբերմունքը իրենց երեխաների նկատմամբ, սկսել են ավելի լավ հասկանալ, կարծես իրենց երեխաներին կամ փորձել հասկանալ, որովհետև իմ ու հայրիկիս հարաբերությունները դրված էին հենց այդ հասկանալու իրար, ամեն կերպ հասկանալու վրա, ու այդ բոլորը թղթին հանձնելով ես կարծես նաև օգնում եմ երիտասարդ ծնողներին էլ, ովքեր որ կարդում են, ու կիսատ է, կիսատ մնաց, ես չհասցրեցի լրիվ գրել, շատ բան կար գրելու, այդ էր պատճառը, որ ես գիրքը վերջացրեցի տողերով, որ հայրիկ, սա առաջին նամակն է, բայց ո վերջինը չի, ես դեռ կգրեմ քեզ, այսինքն դրանով ինձ կրակն էլ գցեցի, որովհետև ովքեր որ կարդացել են, ասում են դե շուտ արա երկրորդը։ Երբ է հաջորդ նամակը։ Այո, նամակներ հորս իհարկե հրաշալի այնտեղ մտքեր կան եւ զգացում եմ, որ այնուամենայնիվ հայրիկին շատ է սիրել։ Բնական է։ Նրան հնարավոր չէր չսիրել։ Եվ քո առաջին քայլերն էլ հայրիկի հետ են կապված, իհարկե։ Այո, ամեն ինչը։ Եվ առաջին վեհերոտ քայլերը, տոտի-տոտին, երբ որ երեխան սկսում է ոտքի կանգնել, եւ կայացման, դպրոց, ուսման process, նաեւ որպես թատրոնի հետ կապված բոլոր քայլերը իրեն հետ են բնականաբար սկսվել, իրենից են սնվել, շատ բարձր պրոֆեսիոնալիզմի տեր էր, շատ բարձր, շատ մեծ պրոֆեսիոնալիզմ ուներ, շատ խելացի էր ու հետաքրքիր եզրակացության նաև ես եկա իր շնորհիվ։ Երբ ես ուսումնասիրում էի պատմությունը, մանավանդ հայ արտիստների, հայ դերասանուհիների, հայ դերասանների եւ նաեւ միջազգային էլ ինչ որտեղ, բայց հիմնականում հայ տեսակի, ես հանկարծ հասկացա, որ մեր բոլոր իսկապես տաղանդավոր դերասանները, որ կարելի է նրանց արտիստ համարել տաղանդավոր, նրանք բոլորը ապրել են երկար, ապրել են առողջ, ապրել են առանց
հոգեկան խանգարումների եւ եղել են շատ տրամաբանված իրենց բոլոր քայլերում։ Այն դերասանները, որոնք եղել են օժտված ուղակի, բայց հնարավորությունների եւ մարդկային տեսակի զգացմունքայինության, զգացմունքային են, բայց հնարավորությունները մեծ չեն եղել։ Նրանց մոտ միշտ եղել է հոգեկան խանգարումներ եւ մենք պատմության մեջ շատ ունենք այդ դեպքերը։ Ու այդտեղից նաեւ հայրիկիս խոսքը անընդհատ որ ասում էր, սա քեզ համար բոհեմա չէ, սա քեզ համար թռի վռի ինչ որ զգացմունքների ոլորտ չէ, այս գործը մաթեմատիկա է, մաթեմատիկա, հասկանում ես, եթե դու ամբողջ ճշմարտացիությամբ ամեն ինչ չդասավորես տեղը տեղին, ռուսի ասած պապոլը չկմ, ամեն ինչ ճիշտ պիտի դասավորվի, դա է միայն, երբ դու կարող ես արդեն հնարավորություն տալ, որ մեջտեղ գա քո թռիչքը, զգացմունքը այսինքն, բայց մինչև դա անալիտիկ մտքի և տրամաբանության մեծ գործունեություն, նաև իմացության։ Դրա համար, երբ հիմա աշակերտներ եմ ունենում կամ ուսանողներ եմ ունենում, որոնք ուզում են այս ճանապարհը բռնել, առաջին բանը, որ զգուշացնում եմ, ասում եմ, պիտի հասկանաք, որ սա կապվում է ամբողջ կյանքը, ամեն վայրկյանը կարդալ, գիտենալ, վերլուծել, իմանալ, ոչ մի վայրկյան հետ չմնալ աշխարհի ոչ մի անցուդարձից, որովհետև այս ամբողջը պիտի բերի հասցնի այնպիսի գիտելիքի, որ կարողանաս այս բոլորը ճիշտ վերլուծել, ճիշտ տնել։ Մի խոսքով Պարզ է, ես պիտի ասեմ, որ հայրիկի օգնությամբ հրաշալի դպրոց է անցել թատերական աշխարհում, բայց մեր հեռուստադիտողները, հատկապես մեր նոր սերնդի ներկայացուցիչները, ցավոք այնքան էլ լավ չեն ճանաչում հայրիկին, ուստի առաջարկում եմ մենք մի զրույցը մի պահ ընդհատենք, դիտենք մի քանի տեսագրություն տարբեր ներկայացումներից, հետո վերադառնանք տաղավար ու շարունակենք զրույցը։ Խնդրեմ։ Դուք ծառայում եք Աստծուն։ Այո, պարոն։ Հույս ունենք։ Դե, գրին այդտեղ, որ սրանք հույս ունեն, որ ծառայում են Աստծուն։ Աստծուն առաջ գերին։ Որովհետև Աստված ոչ անի, որ Աստված այս տեսակ սրիկաներից առաջ չանցնի։ Պարոն, մենք սրիկաներ չենք։ Սուս այդղա, առաջ եք, ասում են, դուք կեղտոտ սրիկաներ եք։ Իսկ ես, պարոն, ասում եմ, որ չենք։ Սուս, գրեցիր, որ սրանք սրիկաներ չեն։ Պարոն ոստիկան, հարցակնության ձևետ չի, պետք է գիշերապաներին կանչել, որ սրանց մեղադրում են։ Ճիշտ որ։ Այո։ Դուք հետ գնացեք, դուք առաջ եկեք։ Հանուն իշխանի հրամայում եմ, որ այս մարդկանց մեղադրեք։ Կտրիր այս ծառը, քանի դեռ գլուխդ վրայից չեմ կտրել։ Մեղաչել տերես, ինչ կրակն ընգանք է։ Սպասիր, ուր ես փախչում։ Կտրիր, թաշվառական։ Չեմ կտրի։ Ուզում եք գլուխս կտրեք, չեմ կտրի։ Կտրիր, աչքից գլուխը կտրիր, եթե ծառը չի կտրում, գլուխը կտրիր։ Կացինը, քաշի չորացած գանգդ։ Ախ, հիմա ես ինքս իմ ձեռքերով։ Սիրակ չի գաս։ Այդեպան, էստեղ արի, Եկա, հարյո։ արի հանգստացի հոգնած կլինի։ Զարմանալի, ծարավ եմ, Հիմա,
Անուշ։ Այսքան տարի է այգեպան եմ, ես չեմ տեսել, որ մեկն ու մեկը կանաչ ծառը կտրեց։ Ոնց թե։ Ով կտրեց, ինչու։ Անորենները, կտրեցի, կանաչ ծառը կտրեց։ Մի հոգի էլ չկա, որ դրա ձեռը բռնի, ասի ինչու ես կտրում։ Ախը ծառը ծլում է, աճում է, ծաղկում է, քնում է, արթնանում է, ինչու ես կանաչ ծառը կտրում։ Կտրեցին անորենները։ Կտրեցին։ Չէ, աշխարհը չար մարդկանցով լցվել է, ես ինչ անեմ, դու ինչ։ Համաձայն չեմ, չէ, սրանից հետո մի բան, որ սրտովը չի լինի, մի թող որ անեմ, մի թող։ Ճիշտ ես ասում, այլ չեմ թող։ Չթողնի։ Չեմ թողնի, որ մեկ էլ կտրեմ։ In the state where I was born. Հարցած եք, միստր Կրոգը։ Այո, խմած եմ, մանչուկ։ Եվ երբ խմած եմ, ես ինձ շատ լավ եմ զգում։ Գիտես, ես քեզ չեմ ասի երբեք չխմես, ինչպես բազմաթիվ ապուշ մարդիկ։ Նրանք ասում են, թե տես, խմիչքը ինձ ինչ վիճակի է հասցրել, երբեք չխմես։ Իվարություն, դա տարկա բանություն։ Թույլ տուր ինձ, մանչուկ, քեզ մի բան ասեմ։ Ասմիկ, դիտեցինք հայրիկի մասնակցությամբ մի քանի տեսագրություն, դու էլ երևի մտովի վերապրեցիր, որովհետև դրանք 25-30 տարվա փաղեմություն ունեցող տեսանյութեր էին, կար այն ժամանակ հեռուստաթատրոնը, որ հնարավորություն էր տալիս ոչ միայն մեր սիրելի դերասաններին գնալ տեսնել իրենց թատրոններում, այլև հեռուստաեթերում, ցավոք այսօր թատերական աշխարհը մի փոքր այդ առումով տուժված է։ Շատ տուժված է։ Ոչ միայն տուժված է, որ չկան բարձրարվեստ գործեր, այլև որ մի ամբողջ հրաշալի ժանրի տեսակ մենք կորցնում ենք, որովհետև արդեն կամաց չեն լինում այն մարդիկ, որոնք կարող էին փոխանցել շղթան։ Այսա իհարկե վատ է, բայց միևնույն է, ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որովհետև 10 տարուց ավել, երևի 15 տարի, անընդհատաբար ինձ մոտ վերականգնման հարցն է ու անընդհատ բոլոր ճանապարհներով փորձում եմ հասկացնել, փորձում եմ ընդունել տալ, փորձում եմ գտնել ինչ-որ մեկին, այսինքն անընդհատ իմ ճանապարհները փոխվում են, Չեն թողնում։ բայց նպատակը չի փոխվում։ Վերականգնելու հեռուստաթատրոնի ժանրը ընդհանրապես։ Եվ վերջերս շատ հաճելի բան տեղի ունեցավ։ Պիտի ասեմ, պիտի կիսվեմ հաճույքով։ Ասեք, խոստանում եմ չմոնտաժել։ Ուրեմն զանգահարեց երիտասարդ աղջիկ, որ առաջին քայլերն է անում, երևի առաջի կուրսեր ժուրնալիստիկա, թե մի խոսքով։ Եվ ասաց, որ ինքը ուզում է իմանալ, խորանալ հեռուստաթատրոնի մեջ, պրոբլեմների մեջ նրա, եւ գիտի, որ ես զբաղվել եմ դրանով, շատ է խնդրում ուրեմն գալ եւ ձայնագրել ինձ։ Բնականաբար ասացի այո, շատ լավ, որովհետեւ երբեք չգիտես մերժելուց ինչ դուր է փակվում։ Սա էլ կա։ Գուցե սա դուռ է բացելու եւ մանավանդ երիտասարդն է։ Եկան 3 երիտասարդ, գիտեք, ազնիվ դեմքերով, որ նայում ես, ասում ես լավ ծնունդ է։ Ու դրեցին ամեն ինչ բան, պատրաստեցին, որպեսզի լինի զրույցը, տեսագրվի։ Հիմա առաջին հարցը այս աղջիկա ասում է, Իզաբելա էր անունը կարծեմ, ասում է դուք ասում է այսքան տարի
անընդհատ անհաջողության եք հանդիպում այդ գործում։ Չեք կոտրվում, չեք հուսահատվում, չեք տխրում։ Ասացի ոչ, չեմ տխրում։ Բոլորովին ընդհակառակը երջանիկ եմ, ուրախ եմ, որովհետև այդ գործունեությունը չի անցել իզուր։ Հիմա իմ առջև նստած են երիտասարդներ, որոնք չգիտեն դա ինչ բան է, չեն ծնված եղել այդ ժամանակներում, բայց նրանք հետաքրքրվել են, ուրեմն ես ինչ որ մի քար, ինչ որ մի գործ արել եմ, որը այսօր հերթագայվում է, ասացի գիտես Աչիկ ջան, բոլորովին պարտադիր չի, որ ծառը տնկողը օգտվի այդ բարիքից։ Ես երջանիկ եմ, որ հիմա դուք կաք։ Ուրեմն ես երջանիկ եմ, որ գործը կշարունակվի։ Եւ ինչ որ միտեղ, ինչ որ մեկը պտուղները կքաղի։ Գիտես, աշխատանքի բերումով բախտ եմ ունեցել մեր մեծագույն դերասաններից շատ-շատերի հետ հանդիպել եւ մեր զրույցի պահին վերհիշեցի, գիտես, նմանություն անգամ տեսա քո եւ արդեն ցավոք լուսահոգի Խորհրդային միության ժողովրդական արտիստ Մետաքսիա Սիմոնյանի միջև եւ վերջին անգամ ատիկին Մետաքսիային ասացի, որ ուզում եմ, որ անպայման մասնակցեք սպորտ գումարած արվեստ ծրագրին, ասեց Համրի շատ հետաքրքիր առաջարկ է, խոստանում եմ, որ առիթի դեպքում անպայման կգամ։ Ցավոք չստացվեց, որովհետեւ շատ անսպասելի նա կյանքից հեռացավ, բայց ուրախ եմ, որ քեզ հետ մենք կարողանում ենք բարբերաբար հանդիպել եւ այսօր հիշելով հայրիկին, հիշելով նաեւ մեր անցած գնացած բոլոր մեծերին, ուզում եմ ասել, շատ լավ է, որ դու կաս, քո նմանները կան։ Վերջերս Տիկին Ժենիա Ավետիսյանի հետ էինք զրուցում, առողջական խնդիրներ ուներ, խնդիրներ։ Աստված իրեն առողջություն, այո, հրաշալի տոնեցինք նրա Հոբելյանը, բայց շատ ցավում եմ, որ իհարկե նման մարդիկ առողջական այդ խնդիրները ունեն եւ ափսոս, որ իհարկե տարիքը իրեն ասում է, բայց բարեբախտաբար այդ մարդկանց համար էլ գտնվում են բարերարներ, իսկ տվյալ դեպքում Ժենիա Ավետիսյանի դեպքում հանրապետության նույնիսկ առաջին տիկին օգնության ձեռք մեկնեց։ Այ ասածս ինչ է, այսօր թատրոնը զգում է այդ օգնությունը, կա այդ պետական հոգացությունը։ Չէ, ցավոք սրտի չէ։ Ես դա մեղադրանքի բանով չեմ ասում։ Իսկապես որպես մեղադրանք չեմ ասում։ Այն մարդիկ, որոնք կոտրվում են, հուսահատվում են, փոխում են կամ նույնիսկ հեռանում են իրենց հայրենիքից, իրենց արմատից, որ ինձ համար անթույլատրելի բան է ուղղակի։ Այսինքն ամեն մի հեռացող հայը ես անընդհատ պարբերաբար հիշում եմ չգրված դարերի խոսքը մեզ հայերիս, դա չգրված օրենքների մեջ է մտնում, ասում է այն հայը, որը հեռացավ Մասիսի փեշերից, դատապարտված է կործանման։ Ոչ մի գնացող ընտանիք, որը կարծում է, թե ինքը գնալու է լուծելու իր խնդիրները այնտեղ, լուծում է այն կենցաղային խնդիրները, որոնք իրեն այստեղ խանգարել են, բայց իր մտքով անգամ չի անցնում, թե այնտեղ ինչ նոր խնդիրներ են գալու, որին ինքը ընդհանրապես պատրաստ չէ։ Եվ նույնիսկ ես շատ մեծ ցավով, որովհետև հաճախ եմ գնում եւ ելույթներ ունենում համայնքներում հայկական, նույնիսկ մի անգամ ինձ թույլ տվեցի մի քիչ կոպիտ ասել, չգիտեմ, երևի ցնցելու համար էր, երբեմն պիտի կոպիտ ասես, որ նաև ցնցես ինչ որտեղ, չէ, կարողանաս։ Ասացի ինձ համար այն հայերը, որոնք արմատախիլ եղած օտար հողում են, նրանք կենթանի դիակ են, ցավոք սրտի, կարծում են ապրում են, որովհետև երբ դու քո արմատով ես ճիշտ տեղում, դու քո միջոցով փոխանցվում է քո պապերի ամբողջ գենետիկ ինֆորմացիոն հոսքը գալիս անցնում է։ Եթե դու թողնում ես, կտրում ես եւ ընկնում ես օտար տեղ, կտրվում է գենետիկ ինֆորմացիոն հոսքը, այսինքն դու չես շարունակում, այսինքն մի հատ Պողոսյան կորավ, մի Սարգսյան կորավ, մի չգիտեմ Պետրոսյան կորավ, դա կորուստ է, որովհետև դադարում է այդ կապը,
Սա սարսափելի բան է։ Սա հասկանալու դեպքում բնականաբար չեն, բայց սա ես ուղակի ինչպես են ասում, շեղվեցի թեմայից, ասելով որ պատասխանելու համար առաջին հարցին, որ շատերը կոտրվում են, նույնիսկ թողնում գնում են, նույնիսկ աշխատանք են փոխում, բան, միշտ խորհուրդս եղել է մեկը. ինչքան կարող եք ձեր տեղում դիմացեք եւ ինչքան կարող եք փոխանցեք երիտասարդին։ Միայն այս դեպքում է, որ մենք այս ոչ մեզ համար նպաստավոր դաշտում մենք կարողանանք պահպանվել, որովհետև այո նպաստավոր դաշտ չկա եւ չկա պետական մոտեցմամբ, մշակութային քաղաքականությունը բացարձակ չկա, բայց ես էլի չեմ մեղադրում նույնիսկ քո շերտը որոշակի, որը հարցեր է լուծում, պետք է գա հասնի որոշակի մակարդակի, որպեսզի մշակույթի հարց լուծի։ Հայրիկիս հիշեցի էլի, ասում էր թայչարող ցուցինչ դերասան կամ արվեստագետ, այսինքն քաղաքացի պիտի լինել, քաղաքացի պիտի դառնալ։ Մեզ մոտ դեռ շատ աճելու տեղ ունի մեր ամբողջ, այսպես ասած, ղեկավարական մասը, որպեսզի կարողանա մշակույթ եւ մշակութային քաղաքականություն։ Դա հեշտ չի, դա հեշտ բան չի։ Դա էլ պիտի աճի։ Այսինքն նաեւ մենք շատ ենք այսօր շատ ոլորտներում ազդեցությունը կա դեռ նախկին հասարակարգից մնացած եւ էլի մեղադրելի չի ախր փոփոխությունները ամեն մարդու բնավորության ճկունության հետ չեն կարող համընկնել չէ պիտի ճկուն լինես ինչ որտեղ որ կարողանաս փոփոխություններ ընդունել այսօր այնքան հետին բաներ կան որոնք նայում եմ հոտերը այն սիստեմից են այն հասարակարգից են որ ես մտածում եմ դե պիտի գա մաքրվի պիտի մի սերունդ դուրս գա նոր երիտասարդները դրա համար այսօր առաջին ամեն ինչը երիտասարդների տարբերատիպ մտածողության, որովհետև ցավոք սրտի նաև ազդում են։ Օրինակ երիտասարդը, որ գիտեմ, որ ծնվել է համենայն դեպս մեր օրերում, կարող է հանկարծ կանգնել եւ ասել կոմունիզմը լավ երկիր էր, կոմունիստական հասարակարգը լավ հասարակարգ էր։ Դու չգիտես, չէ, որտեղից, ուրեմն սա նաև ազդեցություն է։ Տանը լսել է, ծնողն է այդպես մտածել, նոստալգիկ ինչ-որ մի բան ունի ծնողը, դա էլ մեղադրելի չէ, նոստալգիան սիստեմի հետ կապ չունի, նա նրա լավ օրերի երիտասարդ, թարմ օրերի հետ կապ ունի նաև, սա էլ հասկանալի բան է, էլի մեղադրական ոչինչ չկա, բայց երեխան ականջով վերցնում է եւ այսպես կրկնում է ու նրա մեջ ջարդվում է այսօրվա հետ ճիշտ հարաբերվելու, չէ՞, վիճակը։ Ուրեմն երեխային պիտի տալ հնարավորություն ամենատարբեր մտածողության, որ նա տարբեր մտածի, այ ծնողին էլ լսեց, այ ուսուցչին էլ լսեց, այ հարևանին էլ լսեց, այ այս մեկին էլ լսեց, որպեսզի կարողանա նոր եկող սերունդը ինչ որ մի բան արդեն նորովի փոխի Եվ իհարկե, ես միշտ ասում եմ, այսօրվա ծնողը երկու բան ունի անելու։ Եթե դա արեց, մեր վիճակը շատ լավ կլինի։ Առաջինը, որ հրաշալի կրթություն տա, որ ասելով էլ չի մեր գենետիկայում կա, հայ մարդը Թումանյանի խոսքերն են, գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել, այսինքն հայ մարդը միշտ ուզում է, որ իր երեխան ավելի կատարյալ լինի եւ ավելի գիտելիք ունենա, սա նստած է, ուրեմն ամեն գնով գիտելիք տալ եւ երկրորդը անընդհատ այդ երեխային ասել, քո ստացած գիտելիքը դու պետք է ծառայեցնես քո ժողովրդին, քո հայրենիքին, այս երկուսը ծնողն արեց, մենք փրկված ենք վաղը մյուսը ապագայում։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հասկացաք, չէ, Հասմիկ Տեր-Կարապետյանի հետ մեկ հանդիպումով հնարավոր չի ավարտել եւ պիտի ասեմ, որ անկեղծ ասած միշտ էլ ուրախ եմ մեր հանդիպման համար, կարծում եմ առաջիկայում դեռ առիթներ կլինի նորից հանդիպելու զրուցելու։ Բայց ես չեմ ուզում դեռ վերջացնեմ,
Մանավանդ Մի բան եմ ուզում մայրիկը, մի ասել։ բան մենք այդ մի բանը քեզ հնարավորություն Կտակ, չէ՞, ասելու, այո։ մի բան։ Մանավանդ որ մայրիկն էլ շուտով կավարտի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված գիրքը եւ կարծում եմ հաջորդ հանդիպումը կարելի է նաեւ այդ առիթով կազմակերպել։ Իսկ հիմա քո վերջին խոսքը մի բանը։ Այո, որովհետև ես ինձ համար ընդհանրապես աշխատում եմ չգալել, չերևալել, ինչ որ մեկի համար եմ գալիս։ Այսօր իմ հայրիկն էր եւ միևնույն ժամանակ նաեւ ուզում եմ մեկ անգամ եւս բոլորով ազգովի շնորհավորենք մայիսի 25-ին մեր մեծանուն դերասանուհու Սիրանույշի 155-ամյակը եւ քանի որ խոսքը այդ օրը բոլորի կողմից գնաց այն իմաստով, որ Սիրանույշը ոչ մի տեղ չունի այսօր մեր առօրյայում, ոչ Պանթեոնում, ոչ արձանը կա, ոչ որևէ հաստատություն կա, այդ մեծանուն դերասանուհին այսօր տեղ չկա, որի վրա ես ծաղիկ դնեմ։ Այն դեպքում, երբ մենք մեր նպատակը, դերասանների նպատակը, մանավանդ երիտասարդները պիտի իմանան, պիտի լինի նրան ձգտելը, եւ քանի որ թերթով արդեն սկսել ենք այդ մասին մեր հանրությանը տեղյակ պահել, ես կուզենամ, որ բոլորը, ովքեր սիրում են արվեստը եւ մեր մեծերին արվեստում, մասնակցեն այդ ցանկություն առաջարկին ունենալ որևէ բան Սիրանույշից այստեղ հայրենիքում։ Այսա կուզենայի հատուկ նշել։ Շնորհակալություն այդ հոգացության համար, իրոք շատ կարևոր, շատ պետքական հարց եք բարձրացնում եւ ես հույսով եմ, որ մեզ լսող մարդկանց մեջ կլինեն այնպիսիները, որոնց այս հարցը նույնպես կմտահոգի։ Իսկ այսօր այսքանով եկեք հրաժեշտ տանք, շնորհակալություն ասենք Հասմիկ Տեր-Կարապետյանին։ Ես էլ եմ շնորհակալ։ Որ եկավ եւ ինչպես ասում են, մինչ նոր հանդիպում։ Այսօր այսքանը։